Բարի լույս սիրելիներս, շարունակելով սուրբերի բարեխոսության մասին սուրբ գրային վկայությունը, 7-րդ վկայությունը հանդիպում ենք 4-րդ թագավորաց գրքում, երբ Եղիա մարգարեն պատրաստվում էր երկրից երկինք տեղափոխվել հրեղեն կարգով, Եղիսե մարգարեն մոտեցավ նրան եւ խնդրեց նրա հոգու կրկնապատիկը։ Այստեղ հարց է առաջանում, այդ հոգին ով պիտի տար, Աստված թե Եղիա մարգարեն։ Իհարկե Աստված պիտի տար, բայց Եղիա մարգարեի միջոցով։ Այստեղ մյուս հարցը պիտի առաջանա, չէ որ Եղիսեն այդ խնդրանքը արեց, երբ որ Եղիան դեռ երկրի վրա էր, բայց նրա խնդրանքը կատարվեց, երբ որ Եղիան արդեն երկնքում էր։ Աստված Եղիա մարգարեի միջոցով նրա հոգու կրկնապատիկ կտվեց Եղիսե մարգարեին։ Ինչ է սա նշանակում։ Ինչպես որ Եղիա մարգարեի միջոցով երկինք գնալուց հետո Աստված նրա հոգու կրկնապատիկ կտվեց Եղիսե մարգարեին, նրա խնդրանքը կատարվեց, այնպես էլ այս աշխարհի վրա սուրբ եւ արդար ապրող մարդիկ, ովքեր ննջում ու երկինք են տեղափոխում, նրանց աղոթքով ու բարեխոսությամբ Աստված կարող է նաև մեր խնդրանքը կատարել, եթե այդ խնդրանքը Տիրոջ կամքի համաձայն է։ 8-րդ վկայություն մենք գտնում ենք Բարուքի գրքի մեջ։ Այնտեղ գրված է այսպես. «Ով Իսրայելի մեռելներ, աղոթեցեք մեզ համար»։ Սա նշանակում է, որ ննջած մարդիկ կարող են մեզ համար աղոթել։ Ննջած մարդիկ կարող են մեզ համար խնդրել, ինչպես որ մեծահարուստը դժոխքից իր եղբայրների համար էր խնդրում, այնպես էլ երկնքում ապրող արդար ու ազնիվ սուրբերը կարող են մեզ համար աղոթել ու բարեխոսել։ 8-րդ վկայություն մենք տեսնում ենք 4-րդ Մակաբայեցներ գրքի մեջ։ Հուդա Մակաբեն երբ քնած էր, տեսիլքի մեջ տեսավ, որ շատ վաղուց արդեն ննջած Օնիա քահանայապետը աղոթում էր Տիրոջը Իսրայելի ժողովրդի փրկության եւ պահպանության համար։ Հետո տեսավ, թե ինչպես Երեմիա մարգարեի մասին վկայություն տվեց Օնյան, ասելով, որ սա մեր սիրեցյալ եղբայրն է, ով միշտ եւ անդադար Աստծուն աղոթում է մեր փրկության համար։ Եվ այդ պահին, որ նաեւ Երեմիա մարգարեն սուր տվեց Հուդա Մակաբայեցուն, ասելով, որ սրանով կհաղթես քո թշնամիներին։ Ուրեմն սուրբերը ոչ միայն կարող են մեզ համար խնդրել ու բարեխոսել, այլև կարող են մեզ օգնել, որպեսզի որևէ դժվարություն, փորձություն, անգամ պատերազմ հաղթահարել իրենց ներկայությամբ, իրենց աղոթներով, որ ամեն օր Տիրոջ առջև են բարձրացնում։ Սա շատ կարևոր մտածում է յուրաքանչյուր մարդու համար։ Տեսեք, շատ վաղուց ննջած էր, բայց տեսնում է, որ ասում այս մարդը միշտ աղոթում է Աստծուն մեր բոլորի համար։ Իսկ 10-րդ վկայությունը, որից հանդիպում ենք Թագորաց գրքի մեջ, երբ Սավուխը մի կախարդ կնոջ միջոցով Սամուել մարգարեի հոգին կանչեց։ Այստեղ չեմ խոսելու, թե հոգի կանչելը լավ է թե վատ, Աստված դեմ է հոգիներ կանչելը, բայց եթե մի վհուկ կին, որ կարող է հանդերձյալից կանչել վաղուց ննջած սուրբի եւ նրանից հարցումներ անել, ուրեմն մենք էլ մեր աղոթներով կարող ենք յուրաքանչյուր սուրբի աղոթել եւ նրանց բարեխոսությունը խնդրել։ Բարեխոսության եւ միջնորդության մասին մենք հաջորդիվ կխոսենք, բայց ուզում եմ մենք հստակ իմանալ, որ յուրաքանչյուր արդար մարդ, սուրբ մարդ, ով այս աշխարհում ապրում է ու ննջում է, նա չի մեռնում, նա մաս է կազմում Քրիստոսի եկեղեցու, ինչպես Պողոս առաքյալն ասում, մենք շրջապատված ենք բազում սուրբերով, որ այդ բազում սուրբերը, որոնցով մենք շրջապատված ենք, նրանք ամեն օր կարող են մեզ համար աղոթել ու խնդրել Տիրոջը, եթե այդ ամենը Տիրոջ կամքի համաձայն է եւ մեր խնդրասը, մեր ուզածն էլ ինչ որ մենք ուզում ենք Տիրոջից նրանց օգնությամբ, այդ ամենը մեր հոգու փրկության եւ պահպանության համար է։